Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք նայրիտի մասին։ Գործանը վաղուց չի աշխատում, սակայն շարունակում է վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի եւ բնակչության արժության համար։ Թեմայի շուրջ զրուցելու ենք ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների տեխնացու Արամ Գաբրելյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես նայրիտը երկար տարիներ աշխատել է որպես Հայաստանի քիմիական արդյունաբերության լոկոմոտիվ։ Ձեր գնահատմամբ ինչու այսքան ժամանակ առանց պատշաճ վերահսկողության եւ կառավարման մնաց գործարանը, արդյունքում դառնալով ռիսկային բնակչության արժության եւ շրջակա միջավայրի համար։ Փոքրիկ ճշտում եթե թույլ տվեք, ոչ թե լոկոմոտիվ, ես կասեի ավելին կարևորությունը նրա, որ ինքը համակարգաստեղծ ձեռնարկություն է եղել եւ ոչ միայն քիմիական արդյունաբերության համար։ Ինքը շատ մեծ նշանակություն ունի եւ նայրիտ ասելով պետք է հասկանանք ինչի հետ գործ ունենք։ Նայրիտ եղել է գիտաարդարական միավորում։ Բաղկացած է եղել 3 մասից՝ քիմիական գործարան, որտեղ հիմնական կաուչուկ եւ լատեքսի արտադրություն, քլորոպրենային կաուչուկներն դա հատուկ է, եւ փոսնական կոչվող գործարան կար, որտեղ արտադրում էին կարբոնային թթուներ եւ այլ նյութեր։ Եվ կար ամենակարևորը համամիութենական հետազոտական ինստիտուտ վնի պոլիմեր։ Այսինքն երբ որ ասում են նայրիտ, պետք է հասկանալ մենք ինչ ենք ունեցել, մենք ունեցել ենք գիտաարդարական միավոր։ Դա շատ կարևոր է, որովհետեւ գիտությունը առանց կիրառությունը առանց գիտության հեռանկար չունի։ Հիմա ըստ էության մնացել է առանց պատշաճ կառավարման եւ վերահսկողության։ Այդպես չի կարելի ասել, որովհետեւ լուծարելուց հետո ստեղծված է լուծարման հանձնաժողով, լուծարման համակարգ է ստեղծվել իր տնօրինի հետ եւ որոնք պահպանում են։ Ուղղակի առաջընկնելով ասեմ, որ մոտավորապես $1 միլիոն համարժեք դրամ է ստանում այդ կառավարման համակարգը, կառավարիչի իր աշխատակազմով, որպեսզի պահպանի նայրիտի այդ վնասակարությունը, ինչպես որ դուք ասեցիք, պահպանի։ Եվ հիմա խնդիրը առաջացել մինչև երբ եւ ինչու եւ ինչ ուր տանենք այս ամենը։ Մենք ինչ ենք ուզում հեռանկարային ունենալ այդ տարածքում եւ իմիջիայլոց ոչ միայն այդ տարածքում, չէ՞ որ ջերմաէլեկտրակայանը Երևանի ջեկը, երբ որ վերակառուցման անվան տակ ըստ էության նոր ջեք կառուցվեց առանձին հարթակի վրա, հին հարթակը 50 հեկտարից ավել հին գործարանն է, այսինքն նայրիտի տարածքը։ Չէ, նայրիտի տարածք չէ։ Նայրիտի տարածքին գումարած նաև կա այդ ջեկի տարածքը, որի մասին այսօր չի խոսում, որովհետև վնասակարություն չունի, եւ այսօր խոսքը գնում է նայրիտի մասին։ Ուղղակի առաջընկնելով ասեմ, որ կառավարությունը այս մի տարի առաջ դիմել է համաշխարհային բանկին 60 միլիոն վարկ խնդրելով, որպեսզի այդ նայրիտի տարածքը մաքրվի եւ կարևորն եմ ուզում ասեմ եւ հանձնվի քաղաքապետարանի։ Տեսեք, ներքին գործերի նախարարության տվյալով նայրիտում առկա է 180 տեսակի քիմիական նյութ, որոնցից 34-ը ենթակա են վնասազերծման կամ այրման։ Մեր տեղեկություններով գործարանի ամենավտանգավոր նյութը էթինոլ լակն է։ Կարող եք բացաբանել ինչ նյութ է դա եւ գիտական տեսանկյունից եւ ինչու է դա այդքան ռիսկային համարվում։ Հիշողության համար ասեմ, որ հիշում եք մի տարի եղավ, երբ որ գործարանը գործում էր, ճիշտ է, ոչ բուտադիենային արտադրությամբ, լակետինոլի այդ այրում տեղի ունեցավ, որոշ քանակությամբ ծուխ էր բարձրանում եւ այլն եւ այլն։ Հիմա այդ նյութից, եթե խոսքը լակետինոլի մասին է խոսքը, դրան պահպանվում է տարածքում նայրիտում մի քանի մեծ տակառներում, տակառ ասելով դա այդ երկաթգծային ցիստերներից մեծ են, էլի դրանք 1220 տոննա։ Դա ինքը օգտակար նյութ է այն տեսակից, որ ինքը լակ է, ինքը անմիջական կարող եք ցույց տալի, չէ, ես տեսնում եմ, որ ձեզ մոտ կան։ Ես երբ որ հրավիրեցին նյութերի, այնց վնասակարության հետ խոսելու, ասի ինձ հետստան վտանգավոր չէ։ Չէ, իհարկե։
Վտանգավորություն ինքը ունի, չկա նյութ, բենզինը վտանգավոր չի, բնական գազը վտանգավոր չի, կամ հեղուկ գազը վտանգավոր չի, մենք ունենք Կատի ունեմ այսպես ձեռքերով ձեռք տալ եւ կարելի է։ Սա արդեն կարծր վիճակում է, լակեցինոլը, երբ որ պահվում է տագարներում երկար ժամանակ, դա սովորաբար սառացնում են, որ ջուր են վրան բանանում, մաղում ջուր, որ ինքը սառը մնա։ Նրա ինքնայրման ջերմաստիճան կա, որ բավականին ցածր է, կարող է ինքնայրում տեղի ունենա, դրա համար ինչ-որ պահելու ձև կա, բայց կարևորն ինչն է, այդ լակեցինոլը իրենից ներկայացնում է ապրանքը իրենից ներկայացնում, հիմա իհարկե պահելու հետևանքով նա ուրեմն շերտավորվել է եւ վերին մասը այդ կոշտ մասն է։ Ես առաջարկում եմ ցույց տալ հերոստատիտողն էլ թող տեսնի։ Լակ էթինոլն է ինչ կա։ Լակ էթինոլի այն դա արդեն այսպես ասած մանրացրածն է։ Օրինակ խոսակցություն կա, որ նա չի կարելի հարվածի ենթարկել։ Պայթյունավտանգ է, որովհետև հարվածի չի կարելի ենթարկել։ Հենց գիտությունների ակադեմիայի ուրեմն փորձագիտական խումբ ստեղծվեց, այդ ստուգելու հենց տեղում այն ձեռնարկությունը, որը նայրդից դուրս, այն ձեռնարկությունը, որը կարող է սա ոչ թե այրել, այլ օգտահանել։ Դա փոշի է փաստորեն։ Հա, խնդրեմ, կարող եք ձեր։ Չէ, չեմ ուզում։ Հա, դա աղի նման բան է, բայց դա արդեն մանրացրած է, ինքը կոշտ է, բայց կարելի է ուղղակի մանրացնել, դարձնել։ Սև նյութը ինչ է։ Սև նյութը այս լակեցին, ինչ է իրենց նայում, դա ածխաջրածնային ապրանք է, հեղուկ վիճակում։ Այս ածխաջրածնային բանից կարելի է ածխային մասը, այսինքն ածխածնային մասը հանել եւ դրանից պատրաստել օրինակ գրաֆիտ։ Եվ այն կազմակերպությունը, որը սա արել է եւ ցույց է տվել եւ այսօր էլ ինքը պատրաստ է արտադրել դա նույն գրաֆիտն է, որ մատիտի մեջ կա։ Այո, նույն գրաֆիտը ինչ է, գրաֆիտը ածխածին է։ Բայց ավելին, այդ գրաֆիտը հիմա շատ մեծ պահանջարկ կա աշխարհում նանոգրաֆիտի։ Այն կազմակերպությունը, որը ինձ տրամադրել է սա, ես ինձ հետ շփվում եմ, լակեցինոլից պատրաստած առայժմ ամորֆ գրաֆին։ Ես եթե իմանայի այսքան խորությամբ պետք է իմանայի, ես նաև կբերեի նանոգրաֆիտը։ Նանոգրաֆիտը շատ մեծ արժեք ունի, հատկապես գրաֆենը, եթե հեռուստատեսողները գիտեն, այսինքն դրանից ոչ թե, այսինքն դրա վնասազերծման փոխարեն կարելի է օգտահանել։ Եվ ոչ միայն այս նյութը, նայրիտում կա շատ նյութեր, որ կարելի է օգտահանել, ու եւ մեր տեսակետն է, որ պետք է օգտահանել։ Եթե խոսքը գնում է այն նյութերից հրաժարվել, որոնք օրինակ լակեցինոլը ընդամենը 1200 տոննա է մնացել։ Հիմա էլ չի լինելու, եթե գործարանը որպես քլորոպրենային արտադրության գործարան չլինի։ Չէ՞։ Այսինքն ըստ էության խոսքը գնում է այդ 1200-ի վնասազերծման 1200 տոննա, ասացիք, էթինոլ լակ գոյություն ունի այսօր նայետի տարածքում։ Այո։ Պայստավորված։ Մասշտաբը պատկերացնելու համար որքանով է ինքը վտանգավոր եւ ինչ վտանգ կարող է հասցնել շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը, եթե պատկերավոր խոսենք։ Եթե ինքը պահվում է, ոչ մի վնաս, բայց ինքը պետքա իհարկե պետք է դա լակեցինոլից օրինակ կամ պատրաստել կամ վնասազերծել։ Ինչպես դուք ասեցիք, առաջարկում են աշխարհում էլ է դա ընդունված, ցանկացած ունի վնասազերծել։ Ինչ է համեմատությունն ասեմ վնասազերծման։ Վնասազերծմանն անում են հիդրոջերմային տեխնոլոգիայով, այսինքն այրում են 1200 տոննա լակեցինոլը այրելուց լավագույն եղանակով, եթե ոչ մի բան չլինի, 4000 տոննա CO2 ջերմոցային գազը գնալու մթնոլորտ։ Փոխարենը կարելի է սրանից ուրեմն օգտահանել եւ այս հատկապես նույնիսկ հենց ամորֆ գրաֆիտը կա, եթե նույնիսկ չգնալ նանոգրաֆիտի ստեղծման, բայց ինչու չգնալ։ Եթե ամենաէժան նանոգրաֆիտը դա 1 տոննան, ներողություն 1 կիլոգրամը $70 է։ Իսկ դրանից ավելի կատարելագործված օրինակ գրաֆենը, եթե կան լսողներ, որոնք ծանոթ են թե ինչ բան է, կարող են ինտերնետում էլ նայեն, շատ բարձր արժեքի նյութ է, որը
շատ ունիկալ հատկությունների, ինչպես նանոտեխնոլոգիա է դա։ Տեսեք, մենք հիմա ոչ վնասազերծում ենք եւ ոչ էլ օգտագործում ենք։ Հա, հիմա պահեստավորված է, ինքը վտանգ ներկայացնում է, թե չէ։ Պահեստավորվածը չի ներկայացնում վտանգ, իսկ ուղղակի խնդիրն այն է, թե ինչ ձևով դրանից ազատվել։ Զակեցնոլը ինչի վերածել կամ այրել։ Մենք գտնում ենք, որ ինչու այրել, եթե դուք հեռանկարների մասին, որ Չէ, հենց հիմա այդ հարցն է քննարկվում։ Չէ, նյութի հեռանկարային լինելու մասին է խոսում, որ դա հնարավոր է օգտագործել, ստանալ մեկ այլ նյութ, որը շատ անհրաժեշտ է եւ որը թանկ է վաճառվում։ Հիմա սա առաջարկ է։ Կառավարությանը միգուցե կառավարությունը, եթե խոսքը գնում է կառավարության վրա, ինչպես ասում, կրկնեմ նույնիսկ։ Կառավարությունը դիմել է համաշխարհային բանկին վարկ խնդրելով, որ այդ վարկով մաքրի Նայրիտի տարածքը։ Ինչ ասել է մաքրել։ Մաքրի նշանակում է բոլոր այն նյութերը, որ կան Նայրիտում, դրանցից ազատվել։ Այս կամ այն եղանակով։ Չէ, ինքը չի ասում ինչպես, հենց երբ որ խնդիր գնաց ինչպես դա անել, համաշխարհային բանկից ինձ հրավիրեցին, որ քննարկվին նրանց հետ, ովքեր որ առնչություն են ունեցել այդ։ Ես ուղղակի ներկայանամ մի քիչ, բացի նրանից որ ես ֆիզիկոս եմ, ես շրջակա միջավայրի նախարարությունում եմ աշխատել, սկզբից կոմիտե էր, 1986 թվականին է ստեղծվել, այն ստեղծված օրվանից ես այնտեղ աշխատել եմ ու քանի որ խնդիրը Նայրիտի շուրջ գնում էր հենց ալդանեդումների հետ կապված, որ քլորոպրենը այսքան վտանգավոր եւ այլն, ես անմիջապես առնչվել եմ այդ խնդրի հետ եւ մինչ այսօր էլ տեսնում եմ որ գործընթացը ընթանում է, հələ այդ խնդրից մենք ըստ էության չենք ազատվել եւ այն ժամանակվանից սկսած ոչ ռացիոնալ ընթացքով է այս ամեն ինչը գնացել, դա գուցե առանձին խոսակցության առարկա լինի, որովհետև Նայրիտը գոնե քլորոպրենային կաուչուկի արտադրությունը քլորոպրենի մասով այդքան վնասակար չի եղել, որքան որ դրա շուրջ խոսակցություններ են եղել։ Իսկ դա հետաքրքիր պատմություն է, որովհետև Սովետական միությունում միակ գործարանն էր, որ արտադրում էր քլորոպրենային կաուչուկ, չէ՞, նաև սոցիալիստական ամբողջ բանում, պճամբարում։ Իսկ աշխարհում 5 գործարան կար։ Հայաստանում բնակելի տարածքում նորմը շնչառության համար, որը չի կարելի գերազանցել, 0.02 միլիգրամ խորանարդ մետրում։ Մինչև հիմա էլ դա այդպես է։ Այն դեպքում, որ Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում այդ նորմը 35 միլիգրամ։ Մեր մոտ 1700 անգամ խիստ է եղել։ Այդ խիստ նորմը գերազանցել է մի 2-3 նույնիսկ երբեմն մահացու դոզա, բայց մենք մինչև այսօր չունենք որևէ մեկը, որ քլորոպրենային ինտոքսիկացիայով նույնիսկ բժշկական տեղեկանք ունենա։ Ուզում եմ ասեմ, այնտեղ ուրիշ խնդիր։ Հիմա համաշխարհային բանկը նախագիծ է սկսել Նայրիտի հետ կապված։ Գիտական տեսանկյունից որքանով է իրատեսական այդ տարածքի վերակենդանացումը, այսպես ասեմ։ Այն փաստաթուղթը, որը համաշխարհային բանկը տրամադրել է մեզ, այսինքն հայդը եւ հայդի էությունը, ընդհանրապես այնտեղ գրած է մաքրել տարածքը եւ ամենակարևորը ինքնարդյունաբերական տարածքը վերադարձնել, ոչ թե վերադարձնել, այլ հատկացնել քաղաքին։ Ես որպես այդ բնակավարը քիչ թե շատ ծանոթ, ես այդ տեքստից հասկանում եմ, ամենայն դեպս չեմ կարող պնդել, բայց հասկանում եմ, որ խոսքը գնում է բնակելի տարածք կառուցի։ Կառուցապատման կասեի, թե բնակելի թե ինչ, դա չեմ կարող ասել, բայց այն ամենակարևորն է, որ ունենալով այն տարածքը, որը կարող է ծառայել մեր արդյունաբերության վերականգնմանը, մեր գիտնականները, եթե ինչ-որ մի բան, պոլիտեխնիկական ինստիտուտը լինի կամ մեկ ուրիշ տեղ, եթե ինչ-որ հայտնագործություն ունենան, ինչպես դա բերել մինչև փորձարարությունաբերական մագարտակ հասցնել եւ շատ ազատություն եք լաբորատորիաներ հիմնել։ Ես առաջարկում եմ, չեմ ուզում հիմա, ես ունեմ իմ տեսակետը, դա պետք է միանշանակ մնա արդյունաբերական նշանակ, դա շանս է տալիս մեր կործանած արդյունաբերությունը եւ ոչ միայն քիմիականի մասին է խոսքը։ Ընդհանրապես, հələ տեսեք ինչ ենք արել մենք մեր արդյունաբերության հետ։ Մենք դա ոչնչացել ենք, ով ինչ ուզում է խոսել։ Ինչ շանս է տալիս։ Շատ մեծ շանս է տալիս։
Այն որ ինքը այնպեսին եւ այսօր կան են մասնագետները։ Մենք ունենք խումբ, ես ձևավորել եմ, խնդրել եմ մասնագետներին, քիմիկոսներին։ Այսինքն ինչ անել այդ տարածքում։ Ինչի շանս է դա։ Այդ տարածք առաջի հերթին չտալ կառուցապատման, թողնել արդյունաբերականին եւ քննարկել ինչ։ Հիմա երևանցիները մտահոգվելու պատճառ ունեն թե չունեն, քանի որ նյութերը պահեստավորված են ամենավատագույն դեպքում։ Ենթադրենք ինքը ասենք թե նույնիսկ այրվեց, ինչ է լինելու։ Ածխաթթու գազ եւ մուր։ Խոսքը լարքեցինոլի մասին է։ Հանկարծ չլինի տպավորություն լսողի մոտ, որ ես տանում եմ դրան, որ ինքը անվտանգ է եւ այլն եւ այլն։ Ինքը պայթյունավտանգ է, որոշ ջերմաստիճանի եւ վատագույն սցենարով, եթե հանկարծ պայթեց, ինչ կարող է լինել։ Եթե ոչ մի բան չանես, պայթեց, եղել է պայթուն, եղել է այնտեղ։ Բայց կառավարությունը մտահոգված է, գումար է վերցրել ուսումնասիրելու տարածքը եւ վնասազերծելու այդ նյութերը։ Նույնիսկ այսպես կասեի, համաշխարհային բանկը ճիշտ համարեց սկզբից ուսումնասիրել, թե ինչպես դա անել, բայց պատվերը կառավարության պատվերն է մաքրել տարածքը։ Ովքեր պետք է ուսումնասիրեն։ Իրենց մասնագետները, թե Հայաստանի հայ մասնագետները։ Եվ իրենք պետք է ընտրեն։ Դա այդ նախագիծը մինչև մյուս տարվա վերջն է ընթանում, 18 ամսվա նախագիծը, դա նոր է մեկնարկել, մեկնարկին մեզ հրավիրեցին, ես էլ եմ մասնակցել, ու ես մի բան նկատել, իրանք շահագրգռված են, որ քաղաքասարակությունը այս գործին մասնագիծ լինի։ Դա շատ կարևոր է։ Իր փորձագիտական, իր մտահոգություններով նույնիսկ, որ իրենք կարողանան այդ բոլոր մտահոգությունները փառատեն, եթե մի բան անում են, պետք է դա լինի քաղաքասարակության օգտին։ Նայրիտը պետք է վերականգնել, ոչ թե նայրիտը վերականգնել, նայրիտի տարածքում պետք է արդյունաբերության թողնել տարածք արդյունաբերական նշանակության եւ այնտեղ զարգացնել այն տեխնոլոգիաները, որոնք վնասակար չեն քաղաքի համար, ոչ միայն աշխատատեղ են ստեղծում, այլ բարձրորակ աշխատատեղեր են ստեղծում, որը նաև իր շղթայաբար կբերի նրան, որ քիմիայի ֆակուլտետը, օրինակ, պոլիտեխնիկականից կամ մյուս ֆակուլտետները կաշխուժանան, ուսանողները կդիմեն այնտեղ, այլ ոչ թե կգնան, ասենք, կաֆե սպասարկելու համար, նույնը ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ ես սովորել եմ, զարմացա մի հոգու դիմում է եղել անցյալ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Մենք խոսում էինք նայրիտի մասին։ Մեր հյուրը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրելյանն է։ Ցտեսություն։